Օրը մենք միասին բավական սիմվոլիկ պայմաններում ենք նշում այն տրամաբանությամբ, որ բազմաթիվ հսկայական մարտահրավերներ կան եւ մի սարսափելի միջավայր կա ստեղծված լրատվամիջոցների գործունեության համար։ Խոսքս ուզում եմ սկսել հետեւյալ տրամաբանությամբ, որ այնուամենայնիվ լրատվամիջոցները իրենք առանձին մեխանիզմ չեն, իրենք մեր հասարակությունից առանձնացված մաս չեն ու 2018 թվականին ընդհանրապես եւ 2020 թվականին մասնավորապես մեր հասարակությանը, մեր պետությանը, մեր ժողովրդին պատուհասած մարտահրավերների պարագայում լրատվամիջոցները իրենք ուզեին կամ չուզեին դարձան այսօրվա իրականության կամ մեզ պարտադրվող իրականության դեմ կռիվ տվողները, ինչի մասին իմ գործընկերները խոսեցին ու այնքան ինչքան որ մեր իրավաբան փաստաբան գործընկերները, որոնք նույնպես գտնվում էին առաջին շարքում։ Նախևառաջ ուզում եմ խոսել նրա մասին, թե ինչու դա տեղի ունեցավ։ Մենք որպես կանոն մոռանում ենք, որ 2007, 8, 9 թվականների Հայաստանում տեղի ունեցած գործընթացների արդյունքում որոշակի առումով բյուրեղացավ կամ ձևավորվեց քաղաքացիական հասարակության մի որոշակի հատված, որը փորձում էր կամ դարձել էր օրվա իշխանություններին որոշակի հակակշիռ, օրվա իշխանությունների գործողությունները որոշակի առումով քննող մի հաստատություն կամ միավորում, որ իսկապես կարևոր է ցանկացած հասարակության համար, առանց քաղաքացիական հասարակության գործունեության լրջագույն խնդիրներ են առաջանում ցանկացած պետությունում եւ ցանկացած հասարակությունում։ Այդ տրամաբանությամբ օրինակ ուզում եմ հիշել 2008 թվականի, թե ինչն էր օգնում այդ քաղաքացիական հասարակության ձևավորմանը, նաեւ արևմտյան գործընկերների, մասնավորապես Եվրամիության շատ ցցուն, ուղիղ ուշադրությունը եւ աջակցությունը թե քաղաքական եւ թե քաղաքացիական հիմնախնդիրներին, որպես օրինակ 2008 թվականի մարտի 1-ից հետո տեղի ունեցող process-ների արդյունքում քաղաքական նաեւ հայացքների պատճառով եւ գործողությունների պատճառով ձերբակալված մարդկանց խնդիրը դարձել էր Եվրամիության կամ այսպես ուշադրի եւ ընդհանրապես արևմուտքի ուշադրության կենտրոնում գտնվող մի քայլ։ Հիշեք, մի այդպիսի շատ բարի պապիկ կար Եվրամիության մարդու իրավունքների հանձնակատարը Համբերգը, որը պարբերաբար շաբաթը 1, 2 շաբաթը 1 գալիս էր Հայաստան, պարբերաբար այցելում էր բանտեր, բանակցում էր Հայաստանի իշխանությունների հետ, Հայաստանի իշխանությունների հետ բանակցում էր նաև Հայաստանում ձևավորվող քաղաքացիական հասարակության միջոցով ու եկեք ընդունենք, որ դա որոշակի արդյունք տվեց եւ շատ մարդիկ հենց այսպես Համբերգյան փաթեթով ազատ էին արձակվում 2008 թվականի իրադարձություններից հետո։ Իհարկե կանադայում թե հիմա մենք ինչ ունենք եվրոպական առումով, բայց 2018 թվականի իրադարձությունները նաև մեծ հարված հասցրեց քաղաքացիական հասարակություն կոչվածին, որովհետև նրանց ներկայացուցիչների ճնշող մասը դարձավ օրվա իշխանություն, իսկ այն հատվածը, որը չդարձավ օրվա իշխանություն պաշտոնապես դե յուրե, դարձավ օրվա իշխանություն դե ֆակտո, այսինքն դարձավ օրվա իշխանության կցորդը։ Ու այդ բուֆերի բացակայությունը, երբ որ այսպես կոչված քաղաքացիական հասարակությունը, որի խնդիրն էր դառնալ բուֆեր, որի խնդիրն էր դառնալ այսպես առաջամարտիկ մարդու իրավունքների եւ մնացած խնդիրներում, դե այդ բուֆերի բացակայությունը ավտոմատ առաջին շարք մղեց նաև լրատվամիջոցներին, որոնք որ փաստացիորեն նաև այսօր կատարում են ինչ-որ չափով քաղաքացիական հասարակության դերակատարությունը ու այդ առումով նաև գտնվում են օրվա իշխանությունների ամենաուղիղ հարվածի ներքո։ Իմ գործընկերները պարոն Աբրահամյանը, Տիկին Օհանյանը խոսեցին նաև այն մասին, թե ֆինանսական հարցերում ինչպիսի փորձեր են կատարվում, թե ինչպես են փակվում լրատվամիջոցներ շողակաթի մասին կարծես թե մենք բաց թողեցինք չխոսեցինք, բայց սա կարևոր ցցուն օրինակ էր, թե ինչպես հայ առաքելական եկեղեցու դեմ մղվող պատերազմի կռվի պայմաններում որոշվեց ուղղակի շողակաթ հեռուստաընկերությունը փակել, զրկել հանրային մունցիպալիզից, Բացի դրանից այն ամեն ինչ որ տեղի էր ունենում նաև պետական շենքերում գտնվող
ճնշող լրատվամիջոցների մասով, թե ինչպես են իրեն զրկում երկարամյա վարձկալության իրավունքից, ու դա արվում է եւ արվում էր մի իշխանության կողմից, որոնց ճնշող մեծամասնությունը ներկայացուցիչների ժամանակին լրատվամիջոցների ներկայացուցիչներ էին։ Ու այս պայմաններում բնականաբար լրատվամիջոցները դարձան օրվա իշխանության, այսպես ամենախոշոր աչքի փուշը, նաև ցավոք հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում արդեն խոսեցին քաղաքացիական հասարակության բացակայության կամ աղճատման կամ դրա ճնշող մեծամասնության իշխանությանը այսպես մաս կազմելու մասին, իսկ ընդդիմությունը, որը նույնպես պետք է գործառույթ կատարեր, ցավոք սրտի չկարողացավ բալանսավորել որևիցե պայմաններում, նորից լրատվամիջոցները դարձան այդ առումով առաջին շարքի։ Հիմա բացի այն բոլոր հարվածներից, որոնք որ հասցնում են օրվա իշխանությունները լրատվամիջոցներին, իմ համեստ կարծիքով ամենավատ բանը, որ տեղի ունենում, ընդհանրապես լրատվամիջոցի դերի ապալեգիտիմացումն է։ Այսինքն, Հայաստանի իշխանությունները հետևողական հայաստանյան հասարակության, մեր ժողովրդի շրջանում փորձում են ստեղծել մի մթնոլորտ, մի միջավայր, որտեղ լրատվամիջոցները դադարում են դառնալ այն գործիքը, որի միջոցով մարդիկ իմանում են նորություններ, ստանում են վերլուծություններ, ստանում են այլընտրանքային կարծիք։ Ինչպես է դա տեղի ունենում։ Արդեն Տիկին Յոհաննը խոսեց կիլերների այսպես կոչված բանակի մասին, որոնք ամեն օր թիրախավորում են լրատվամիջոցներին։ Բացի դրանից քարոզչության այլընտրանքային աղբյուրները, որոնց այս իշխանությունները իսկապես շատ լավ տիրապետում են, դրանք տարատեսակ տելեգրամյան ալիքներ են, ֆեյսբուքյան հարթակներ են, կասկածելի ծագումով սպիկերներ են, որոնք նրանց մի մասը Հայաստանի Հանրապետությունում չի գտնվում, ավելին ասեմ, ինչ որ հատվածել գտնվում է Հայաստանի Հանրապետության եւ մեր ժողովրդի համար թշնամական միջավայրում, եւ այդ մարդկանց խոսքը արտահայտությունները, այդ թվում նաև լրատվամիջոցների մասին, դառնում են իշխանական սոցիալական ցանցերի, իշխանական այսպես կոչված մեդիայի համար լեգիտիմ խոսքի աղբյուր։ Ու այս պայմաններում դասական մեդիայի ասեն կամ լրատվամիջոցների, կայքերի, թերթերի խոսքի ապալեգիտիմացումը օրվա իշխանությունների ամենակարևոր գործիքներից մեկն է։ Ընդ որում, այդ ամեն ինչը տեղի ունենում այդ նույն լրատվամիջոցների նկատմամբ պատելության խոսքի ամենօրյա տարածման։ Այսինքն, թիրախավորում լրատվամիջոցի ղեկավարին, թիրախավորում լրագրողներին, թիրախավորում նրանց ընտանիքի անդամներին, այդ մարդկանց մասին ամենակեղտոտ լուրերի տարածում, անձնական կյանք մտնել եւ այլն։ Սա ամենօրյա պրակտիկա է, որին մենք տեսնում ենք։ Նորից եմ ասում, այն պայմաններում, երբ որ խախտված է հավասարակշռության երկրի քաղաքական եւ հասարակական համակարգի հավասարակշռությունը, ուստի լրատվամիջոցները մեծ հաշվով դարձել են ուզելով կամ չուզելով որվա իշխանությունների հիմնական այլընտրանքը կամ հիմնական այսպես երևի թե չգիտեմ ինչպեսի հանդիմախոս ասեմ կամ չգիտեմ այլընտրանքային կարծիքը ներկայացնողը։ Դա շարունակվում է բնականաբար նաև լրատվամիջոցների ունեցած հնարավորություններին հարվածելու արատավոր փորձից 24-ի պարագայում կարող եմ ասել, որ օրինակ 1 րոպեի ընթացքում մենք զրկվեցինք մոտավորապես 4-5 տարի այսպես աշխատած Facebook-յան մեր էջից ու դա վերականգնել հնարավոր չեղավ, հաջորդի վրա հարձակում, այսինքն բայց ես չեմ կարծում, որ 24-ը միակն է բացառություն, մարդիկ բաներ ես գիտեմ 168-ի պարագայում է եղել, հրապարակի պարագայում է եղել ու դա շարունակվելու է։ Իդեպ այն այսպես կոչված հիբրիդային ինչպես են ասում, արագ արձագանքման կամ, չգիտեմ, խումբը կամ պատերազմի շրջանակներում, որը բնականաբար 99%-ով հորինվել է օրվա իշխանությունների կողմից եւ մահակ է ծառայեցվելու լրատվամիջոցների համար, այդ արշավները ես վստահ եմ, որ շարունակվելու են, ուսուցիչ սիրելի գործընկերներ, մենք բոլորս միասին պիտի առաջիկայում պատրաստ ենք ստանալ թարվածներ թե մեր YouTube-յան հարթակներում, թե մեր Facebook-յան հարթակներում, որ այդ ամեն ինչը բնականաբար ժողովրդավարության եւ խոսքի ազատության համար մղվող իշխանությունների այսպես պայքարի շրջանակներում։ Մեկ այլ բան, որը որ կապված է ու շատ բան է, այսպես սիմվոլիկ է, որ վաղը Երևանում տեղի ունենալու Եվրամիության կամ եվրոպական քաղաքական համայնքի միջոցառումը
ու այդտեղ բնականաբար Նիկոլ Փաշինյանին շնորհավորելու են Հայաստանում ժողովրդավարության առաջամարտիկ լինելու համար, քաղաքացիական պայմանագրին ժողովրդավարության այսպես դրոշակակիր լինելու համար ու այդ նույն ընթացքում ես վստահեցնում եմ, որ մենք այսօր, վաղը, մյուս օր տեսնելու ենք այս նույն խոսքի ազատության հետ կապված բազմաթիվ սահմանափակումներ, լրատվամիջոցների գործողությունների հետ կապված բազմաթիվ սահմանափակումներ։ Նույն գիտեք, երկակի ստանդարտները ընդհանրապես քաղաքականության եւ համաշխարհային պատմության բացարձակապես նորություն չեն, բայց շատ զզվելի է, որ դու ինքդ քո մաշկի վրա ես այդ ամեն ինչը զգում։ Մենք որպես հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ այդ ամեն ինչը արևմուտքի կամ Եվրամիության կողմից զգացել եւ շարունակելու ենք զգալ։ Նույն 2000-ական թվականներից սկսյալ Հայաստանում իսկապես մամուլը երբեք չի գտնվել այսպես ջերմոցային պայմաններում, այնպես չի եղել, որ նախկին իշխանություններով մամուլը լրատվամիջոցները որևիցե մարտախախտումների չեն, որևիցե հալածանքի չեն ենթարկվել, մենք ունեցել ենք տասնյակ բազմաթիվ դեպքեր, բայց այդ ժամանակ այդ լրատվամիջոցները ունեին որոշակի պաշտպանվածության մակարդակ, որովհետև ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հետ պեչատը ունեցող կազմակերպությունը, որը կոչվում է Արևմուտքը, հավաքական առումով, ինքը այս կամ այն չափով ուշադրություն դարձնում էր այդ խնդիրներին ու հաստատիորեն այդ կազմակերպությունները միայնակ չէին։ Այսօր ցանկացած խնդիր, որ Հայաստանում ունենում են լրատվամիջոցները, դա դառնում է իր խնդիրը, իր փոքրիկ այսպես սեմ քանակությամբ գործընկերների խնդիրը, գործընկեր լրատվամիջոցների առումով նկատի ունեմ, հա։ Ուստի այդ երկակի ստանդարտներին մենք շարունակելու ենք տեսնելը ու այդ բոլոր հարցերը ցավոք սրտի ուզենք կամ չուզենք լուծելու ենք մենք մեր միջոցով, մենք մեր ուժերի վրա վստահ լինելու ու այդ առումով հայաստանյան լրատվամիջոցները եւ ամենահայաստանակենտրոն կազմակերպություններն են դառնում, որովհետեւ որևիցե արտասահմանյան էմիսարների օգնության եւ օժանդակության ոչ թե կարիք է չեն ունենալու, այլ նիդաժդուցը, ռուսերեն ասած։ Վերջին բանը, որ կցանկանայի այս տրամաբանության մեջ ասել, նաև լրատվամիջոցների որակի փոփոխության ուղղված իշխանությունների գործողություններն են։ Սրա մասին նույնպես պիտի խոսվել։ Որովհետև տեսեք, այն անգամ լրատվամիջոց բառը չեմ ուզում գործածել, այն էջերը կամ այն կազմակերպությունները կամ կայքերը, որոնք որ գեներացվում են օրվա իշխանությունների կողմից, այն այսպես կոչված բոլորին չի անում, բայց 1-2 լրագրողները, որոնք ուղղակի միկրոֆոն ունեն իրենց ձեռքում, բայց ուղիղ տարածում են ատելության խոսք, ուղիղ բառը գունիմասով տարածում են ատելության խոսք, ես հիշում եմ մի սարսափելի դեպք, երբ որ արցախցիների մասով ուղիղ ատելության խոսք էին տարածել, հասարակական մի վրդովմունքի այնպիսի ալիք բարձրացավ, որ անգամ ստիպված եղան իրենց այդ բանից հանել, լրատվամիջոց կոչվածից հանել, դա նույնպես փոխում է որակը լրատվամիջոցների հանրության աչքի առջև, որովհետև երբ որ մարդիկ տեսնում ու ասում են, որ եթե այսպես կարելի է, ուրեմն այդպիսին են նաև բոլորը, հա, ու այստեղ մենք իսկապես այդ խնդիրը ունենալու ենք ու առաջիկայում էլ, եթե Հայաստանում ստեղծվի մի այնպիսի պայմաններ, որ հնարավորություն լինի լրատվամիջոցների համար որոշակի փոփոխությունների ենթարկել եւ ինքնակարգավորումների գնալ կոպիտ ասած, իսկ ինքնակարգավորումներ պետք են ու անհրաժեշտ են, որովհետեւ պատասխանատվության զգացողությունը այն մեր մոտ պետք է գնալով ավելի ու ավելի շարունակական լինի։ Մենք այսպիսի հարցերին պետք է Տիկին Սիրյանյան ուշադրություն դարձնենք ու այդ տարանջատումներ փորձենք մտցնել։ Թերևս այսքանը, շնորհակալ եմ շատ։